Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, կալանավորվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը օդանավակայանից անմիջապես ինքնաթիռից իջնելուց հետո, մինչ այս նաև ընդդիմադիր մեկ այլ քաղաքապետի Գյումրու քաղաքապետի հետ կապված կար խնդիրներ կալանավորված։ Ընդդիմությունն ասում է իշխանությունը ռեպրեսիաներ է սկսել եւ չի հանդուրժում, որ ընդդիմությունը հաղթում է համայնքներում։ Դուք ինչպես եք այս համայնքապետերի կալանավորումները մեկնաբանում, արդյոք իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում։ Ես էլ եմ ընդդիմություն, ասելով ընդդիմություն, եկեք չմենաշնորհենք ընդդիմություն բառը միայն ռուսամետ կուսակցություններին, որովհետև Հայաստանում այնուամենայնիվ կան եւ այլ ընդդիմություն, դա եվրոպամետ կուսակցություններն են, անհատներ, մարդիկ, ովքեր ստորագրել են, ովքեր ցանկանում են լինել Եվրոպայում եւ եվրոպական տեսակետից քաղաքական գործ չի լինի նա պաշտոնյա կամ հասարակական գործիչ, բայց քաղաքականության ոլորտում ցանկացած այդ մեկի նման մարդկանց ձերբակալությունը, նման կուսակցությունների արգելքը դա դարձնում է նրանց քաղաքական բանտարկյալներ, խղճի բանտարկյալներ։ Եվ այստեղ երկրորդականը եւ երրորդականը, որ նրանք նաեւ իմ համախոհների, մեր կուսակցությունների կամ մեր կուսակցության եվրոպական կուսակցության քաղաքական գաղափարական հակառակորդներ են, որովհետեւ ժողովրդավարությունը եւ արդարադատությունը վեր են քաղաքական եւ կուսակցական հարմարավետությունից։ Հիմա Վարդան Ղուկասյանը, Դավիթ Համբարձումյանը խղճի կալանավորներ են։ Դա կարող է հնչել համարյա որպես սրբափոխություն, բայց տեխնիկապես այո։ Մենք դեմ ենք, որ Վարդան Ղուկասյանը կոնկրետ մասնակցի ընտրություններին, որովհետև մենք գիտենք, որ նա եւ գաղափարական եւ քրեական իմաստով կասկածելի մարդ է։ Այդ մասին գիտեն բոլորը, այդ մասին գիտի ցանկացած գյումրեցին, այդ մասին գիտեր վարչապետը եւ մենք դա ասում ենք ընտրություններից առաջ, բայց նա մասնակցեց, նրան թույլ տվեցին մասնակցել եւ նա ընտրված է։ Ոստի, եթե նրան ձերբակալում են, նրան կամ որևէ մեկին քրեական հանցանքի համար, ապա դա քրեական process է, գործընթաց է։ Եթե նրան ձերբակալում են նրա տեսակետների, անգամ եթե այդ տեսակետները հակասում են մեր հավատամքին, մեր գաղափարախոսությանը, նա քաղաքական բանտարկյալ է։ Բայց տեսեք, Համբարձումյանի հետ կապված կա քրգործ, ասում են 18 թվականին կոնկրետ վայրում Արարատի մարզի Հովտաշատ եւ Հայանիստ համայնքների ճանապարհին, այդ թվում ըստ քննչականի զենքի գործադրմամբ հասարակական կարգ է խախտել, թույլ չի տվել քաղաքացիներին միանալ հեղափոխությանը։ Վարդան Ղուկասյանի հետ կապված կա ձայնագրություն, իշխանությունն ասում է 6 ամիս կարողացավ իրան զսպել Ղուկասյանը եւ ըստ այդ հակակոռուպցիոնի ձայնագրության տեսանյութի նա 4 միլիոն կաշառք է ուզում։ Հիմա եթե կա այսպիսի երկու դրվագ, արդյոք նրանք էլի համարվում են խղճի կալանավորներ, ընդ որում որ Համբարձումյանի մասով էլ կա դատարանի վճիռ։ Եթե դատարանի վճիռ կա, եթե այդ մեղքը ապացուցված է, ապա մենք այստեղ ասելիք չունենք։ Խոսքը գնում է այն մասին, որ եւ ձայնագրությունները, եւ գաղտնալսումները, եւ գաղտնի նկարահանումները, որոնք շատացել են վերջին շրջանում, ցավոք սրտի, եւ ընկալվում են հասարակության կողմից որպես ապացույցներ, այդպեսին չեն, որովհետեւ մեր օրենսդրությամբ դա չի ընկալվում եւ չի ընդունվում որպես իրավական ապացույց։ Պետք է դատարանի որոշումը, եւ քանի այդ որոշումը չկա, մենք պարտավոր ենք պաշտպանել մարդկանց իրավունքները, անգամ եթե նրանք մեր
քաղաքական թշնամիներն, անգամ եթե նրանք մեր իրավունքները չէին պաշտպանելու, գնդակարելու են մեզ առանց դատարանի որոշման, որովհետև դա է տարբերությունը մեր եւ նրանց միջև։ Իսկ եթե այդ դատական որոշումը կա, եթե գործընթացը ընթացել է սահմանադրության, օրենսդրության կանոններով, եթե նրանք ունեին արդար դատական process-ի իրավունք, պաշտպան, այդ դեպքում մենք այստեղ անելիք ու ասելիք չունենք։ Այնտեղ վերջանում է քաղաքականությունը, վերջանում է մարդու իրավունքները եւ նրան արդեն պետք է պաշտպանել ուղղակի որպես արդեն բանտարկյալ է։ Քաղաքական ածական այստեղ այլևս անիմաստ է։ Այսինքն միջև Վարդան Ղուկասյանի դատավճռի հրապարակումը դուք նրան քաղաքական բանտարկյալ եք համարելու։ Այո, իհարկե։ Որովհետև ես ուզում եմ, որ եթե ձերբակալեն ինձ կամ ձեզ կամ մարդկանց, ովքեր հիմա կուրս կենցեցում եւ ասում են, դուք ուրեմն Վարդան Ղուկասյանից փող եք վերցրել, եւ հիմա նրան պաշտպանում եք։ Մենք անցել ենք այդ ամենը։ Դուք երիտասարդ եք, բայց երբ որ 95 թվականին, 1995 թվականին երևի դուք դեռ չեք էլ ծնվել, արգելվեց դաշնակցությունը, կուսակցությունը, ընդ որում արգելվեց քրեական մեղադրանքներով, որոնք 4-5 հոգու դեմ էին, բայց արգելվեց որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ես երբեք դաշնակ չէի, եւ դաշնակները աչքիս լույսը չէին։ Իմ կյանքում կար մի դրվագ, երբ որ դաշնակցության շատ լուրջ կառույցը քննարկում էր իմ ֆիզիկական ոչնչացման հարցը։ Ես դա գիտեմ այդ քննարկման մասնակիցներից մեկից։ Ես այդ մասին չեմ խոսել, բայց հենց այդ պահին սկսվեց Հայաստանում ժողովրդավարության ոչնչացումը, որը 3-4 տարի անց հենց այս օրերին 27 հոկտեմբերի 27-ին 99 թվականին ավարտվեց եւ ավարտեց ավելի ճիշտ Հայաստանի անկախ պետականության ազատ զարգացումը։ Մենք դարձանք ռուսական գաղութ այդ պահին։ Իսկ սկսվեց ամեն ինչ 95 եւ 96 թվականի այդ արգելումից եւ կեղծված նախագահական ընտրություններից, որը կեղծել էր Լևոն Տեր-Պետրոսյանը իր թիմով։ Հիմա մենք ընդհանուր մոտեցանք նույն իրավիճակին, երբ որ արդեն խոսում են կուսակցություններ արգելելու մասին, երբ որ արդեն բանտարկում են մարդկանց, որոնց մասին ամեն ինչ պարզ էր վաղուց, բայց իրենց բանտարկում են ոչ թե քրեական հանցանքների համար, որոնք իրենք կատարել են 5 տարի առաջ, 7 տարի առաջ, եւ որի մասին բոլորը ամեն ինչ գիտեն, այլ որովհետեւ պահը հարմար է իշխանություններին, եւ սա հակաօրինական է, հակաժողովրդավարական։ Դուք նաև կալանավորված հոգևորականներին եք համարում քաղաքբանտարկյալներ։ Միանշանակ։ Ես ինքս վարչապետի Փաշինյանին 2022 թվականին այդ արտախորհրդարանական ձևաչափի նիստերի ժամանակից մեկի ժամանակ ասել էի, որ կանխատեսում եմ Վրաստանի օրինակով, որտեղ եկեղեցին դարձավ հակաժողովրդավարական շարժման առանցքը։ Ես կանխատեսում եմ, որ Հայաստանի եկեղեցին, հայոց եկեղեցին նույն դերն է կատարելու, որովհետև այդպես են որոշելու Մոսկվայի հատուկ ծառայությունները։ Եվ մենք գիտենք, որ դա կլինի, բայց այս պահին, երբ նրանց մեղադրանքները իմ կարծիքով խիստ կասկածելի են եւ այն ապացուցողական մասը նույնպես խիստ կասկածելի է, որովհետև այդ մարդիկ ի վերջո քարոզիչներ են, նրանց մասնագիտությունն է քարոզը, եւ իրենք իրավունք ունեն ոչ թե խառնվել պետության գործերին, թե կարծիքներ հայտնել իրենք իհարկե իրավունք ունեն, բայց իրենք մեղադրվում են բավական տարօրինակ եղանակով, որովհետև այն ապացույցները, որ բերվում են, իբրև թե նրանք զինված ապստամբություն են պատրաստել եւ այն ապացույցները, որ բերվում են, ինչ որ մի որսորդական հրացան, կոմպյուտերներ, անհասկանալի բաներ, այդ ամենը կամ կեղծված է, կամ շատ թույլ է որպես ապացույց։ Այսինքն ես եւ երևի հասարակության մի մասը չենք կարող հանգիստ խղճով ասել, որ այո, նրանք հանցավոր են եւ նրանք պատրաստում էին զինվոր ռազմական հեղաշրջան։ Երկրի կեսը երևի
ցանկացած իշխանության դեմ ունի շատ հստակ կարծիք։ Դա չի նշանակում, որ երկրի կեսին պետք է ձերբակալել։ Այդպես որ այս պահին երեք բարձրաստիճան հոգևորականները եւ 6 կարծեմ ավելի ցածր կարգի հոգևորականները, որոնք բանտարկված են իմ խորին համոզմամբ եվրոպական կուսակցության համոզմամբ եւ եվրոպական ժողովրդավարության տեսակետից քաղբանտարկյալներ։ Այդ դեպքում, պարոն Խզմայլյան, ձեր սիրելի Եվրոպան, եվրոպական կառույցները ինչու չեն արձանագրում նրանց քաղբանտարկյալ լինելը։ Իմ սիրելի Եվրոպան շատ բան չի արձանագրում, իրենք իմիջիալոց, ինչպես նաև մեր հասարակության զգալի մասը գտնվում են ինչ-որ շղարշի մեջ, կարծելով, որ այստեղ իսկապես ժողովրդավարության կղզիակ է եւ Փաշինյանը քաջաբար պայքարում է պուտինյան գործակալների հետ։ Ես եւ Եվրոպայում վերջերս եւ հիմա անգամ այսօր ես հանդիպումներ ունեի Euronest նիստին եկած եվրոպական քաղաքական գործիչների, պաշտոնյաների, падգամավորների հետ եւ մենք խոսում ենք այդ մասին։ Եվ ես պարտքս եմ համարում հենց այս կարծիքը հայտնել եւ Եվրոպայի դերը այստեղ խիստ կասկածելի է։ Մի շարք հարցերում, այն որ Ալիևին դահիճ հայատյաց մարդասպան Ալիևին ընդունում են որպես Միացյալ Նահանգների նախագահ, ասում է մեծ առաջնորդ, Ուրսուլա ֆոն դեր Լայն ասում է վստահելի գործընկեր, դա նախ եւ առաջ մեր եւ մեր իշխանության մեղքն է, որովհետեւ նրան շնորհվում է համաներում ցեղասպանության հայրենազրկման համար։ Ես չեմ շեղում ձեր հարցը ուրիշ բանի վրա, ես ուղղակի ասում որ դա նույն ձևաչափն է։ Մենք լռում ենք այս մասին, հետո նրանք լռում են մեկ այլ բանի մասին, այսինքն մտնում է ինչ-որ կեղծավորություն, քաղաքական նպատակահարմարությունը սկսում է փոխարինել արդարադատությանը եւ ճշմարտությանը։ Այդ պատճառով մենք Եվրոպային ուղիղ ասում ենք դա մեր պարտքն է ասել, դա Եվրոպային։ Եվ ուշ թե շուտ դա կաշխատի իմիջիալոց։ Վրաստանում հենց այսօր 3 կուսակցություն է Ետ չի արգելվել դեռ, բայց հարցը իշխանական կուսակցությունը դրել է Սահմանադրական դատարանի առջև։ 3 կուսակցություն միանգամից արգելվում է եւ քաղբանտարկյալները Հայաստանից ավելի շատ են, բայց մենք հստակ գնում ենք այդ նույն վերացական ճանապարհով եւ ես դա ասել եմ Եվրոպայում եւ եվրոպական դիվանագետներին։ Պարոն Խզմայլյան, այդ դեպքում ինչու կա հասարակության մոտ պահանջ եւ որ պետք է մեղավորները, այսպես ճակերտավոր ասած նախկինները պատժվեն, իսկ երբ նրանք պատժվում են, նրանք դառնում են քաղբանտարկյալներ։ Բանը այն է, որ նրանք չեն պատժվում։ Եվ այդ կետային արձակումները մեկի մյուսի վրա խնդիր չեն լուծում, որովհետեւ ես հիմա չեմ կարող բացատրել հազարավոր, հարյուրավոր հազար մարդկանց կարծիքները, նրանք իրենք են երևի արտահայտելու իրենց կարծիքը ընտրություններին, բայց ես տեսնում եմ, որ այստեղ կա մրցակցություն Ռուսաստանի, իսկ Փաշինյանի դեպքում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեհաճության համար։ Այսինքն, տեսեք, մենք ունենք հիմա 3 քաղաքական ուղղվածություններ։ Մեկը դա ռուսամետությունն է, հստակ, մեծ, ավանդական, մենք բոլորս գիտենք այդ մարդկանց, այդ կուսակցություններին։ Երկրորդը ձևավորեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս դա դարձավ իշխանական կուսակցության գլխավոր գաղափարախոսությունը։ Դա կարելի է անվանել ռեգիոնալիզմ։ Այսինքն դա նոր գաղափար չէ, դա Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարն է, դեռ 90-ական թվականներին նա պնդում էր, որ ամենակարևորն է, որ Հայաստանը կարողանա լեզու գտնել, ժամանակ Ադրբեջանը այդքան էական չէր, Թուրքիայի հետ։ Ռեգիոնի մեջ փնտրել բոլոր լուծումները։ Եվ կա երրորդ կարծիքը, որի ջատագովն եմ նաև ես, որ իրականում Հայաստանը կարող է փրկվել եւ պաշտպանվել, անվտանգություն ձեռք բերել միայն Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության
եւ ռազմաքաղաքական դաշինքի ներսում։ Այս երեք իրարամերժ մոտեցումները հիմա բախվում են եւ իշխող կուսակցությունը փաստորեն կարողացավ Փաշինյան անձամբ մոտավորապես 7 ամիս առաջ համոզել Ռուսաստանին, իսկ հետո այդ կարծիքին միացան նաեւ Էրդողանը եւ Ալիևը, ոչ միայն Պուտինը, որ Փաշինյանը շատ հարմար է բոլոր նրանց, բոլոր երեքին եւ ահա ինչու Փաշինյանը հիմա շատ ավելի հանգիստ է ընտրությունների համար։ Երաշխիքներ նա չունի միայն Եվրոպայում, ահա ինչու նա Եվրոպա մտնել չի ձգտում։ Իսկ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան համաձայնվել են, որ Փաշինյանի մոտեցումը շատ հարմար է նրանց։ Այդպես որ ռուսամետ կուսակցությունները պայքարում են նրա հետ այս դաշտում, բայց նրանք չեն մտնում ռեգիոնալիզմի խնդիրների մեջ։ Իրենք պարզապես փորձում էին անհաջող իմիջիայլոց ապացուցել Ռուսաստանին, որ նրանք ավելի հարմար են, ավելի վստահելի, բայց Փաշինյանի պաստարկները երևի ավելի համոզիչ թվացին Մոսկվային, այդպես որ Մոսկվայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի տեսակետից ավելի լավ է պահպանել այսօրվա ձևաչափը իշխանական Փաշինյանը եւ երկու կամ մեկ պրոռուսական, այսինքն այդ երկրորդ Պուտինին ուղիղ սպասարկող քաղաքական ուժ, բայց երկու այդ ուժերը ռեգիոնալիստական եւ պրոռուսական միավորված են մեկ գաղափարով, որ եվրոպական ուղղվածությունը, քաղաքական գաղափարախոսությունը հանկարծ չմոտենա իշխանության լծակներին։ Պարոն Խզմալյան, հիմա կարծեք թե կոմպրոմատային պատերազմ է սկսվել, հրապարակվում են տեսանյութեր, ձայնագրություններ, ինչպես եք մեկնաբանում Սրբազանին վերագրվող վերջին այդ դատապարտելի նկատի ունեմ հրապարակման գաղտնի նկարելու եւ հրապարակելու առումով դատապարտելի տեսանյութի հրապարակմանը։ Ինչպես ցանկացած իմ կարծիքով նորմալ քաղաքակիրթ մարդ, նողկանքով ես չեմ կարող ինձ ստիպել նայել, ինձ ուղարկում են, ես սև սպիտակ բանը նայում, հետո հասկանում եմ ինչ է կատարվում, որ սա գաղտնա նկարված ինչ որ ծակից վերևից, ասում եմ, չէ, ես սա չեմ նայելու նախ եւ առաջ, որովհետեւ որքան գիտեմ Հայաստանի դատական օրենսդրությունը, ինչպես նաև մի շարք այլ երկրների չի ընդունում դա որպես իրեղեն ապացույց։ Բացի դա մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ այդ նման նկարանումներ իսկապես կարելի է կեղծել, բայց անգամ եթե դա կեղծված նյութ չէ, այսպիսի միջոցներով, այսպիսի կեղտոտ միջոցներով մաքուր նպատակին երբեք չի կարելի անհնար է հասնել, այդպես որ սա Հայաստանը, մեր հասարակությունը, ժողովուրդը եւ սփյուռքը պառակտելու, իրար դեմ հանելու եւս մի ձեռնարկ է, եւս մի խայտառակ գործընթաց է, որը ցավոք սրտի որդեգրել է իշխող կուսակցությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրանից է սկսվել այս ամենը։ Այսինքն սա շարունակվելու միտում ունի թե ոչ, որովհետև ԿՊԱ-կան падգամավորը ասել է չի բացառվում, որ առաջիկայում էլի փաստական հանգամանքներ հայտնվեն համացանցում։ Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա մնացել է փաստորեն դեղին մամուլի մակարդակի խմբագիր թերթի եւ գործում է այս միջոցով, այս ոճով մեծ քաղաքականության մեջ, կամ ասենք միջին ու մանր քաղաքականության մեջ, եթե խոսքը գնում է այս իր դրված նպատակների մասին, ապա այո, իհարկե դա կարող է շարունակվել, ուր է դա մեզ տանելու։ Գիտեք ինչ, ընդհանրապես ինչի համար էր այս ամենը։ Մենք տեսել ենք մեր աչքի առաջ, ինչ խայտառակություններ են կատարում, ասեք, կաթոլիկ եկեղեցում, մանկապղծության հարյուրավոր դեպքեր, ինքնասպանություններ կային այնտեղ, դատական process-ներ, բայց մենք մղձավանջում չենք տեսել, որ իտալական ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները դիմակներով կամ առանց դրա զենքով կամ առանց զենքի մահակներով մտնեն Սուրբ Պողոսի, Սուրբ Պետրոսի կներեք, Սուրբ Պետրոսի տաճարը, Վատիկան, որովհետև դա Վատիկանի ներքին գործն է։ Մենք տեսել ենք ինչպես Ուկրաինայում ազգային, ավելի ճիշտ այսպես ասեմ, ուկրաինական եկեղեցու ազգայնացումը տեղի ունեցավ, որովհետև զգալի մասը ուկրաինական եկեղեցիների վերահսկվում էր Մոսկվայի պատրիարխատի կողմից, Կիրիլի կամ այդտեղ, չգիտեմ, ով է, Ալեքսի սկզբից, եւ
ուսուսի տված ուկրաինական եկեղեցին Եփիֆանիա կարծեմ, որը դուրս եկավ Ֆիլարետի դեմ, իհարկե պետական աջակցությամբ դա ակնհայտ էր, սակայն դա եկեղեցական գործ էր եւ այնտեղ ոստիկանություն, բանակ, հատուկ ծառայություններ չկային, ամենայդեպս նրանք չէին լուծում այդ հարցը։ Դա ներքին եկեղեցական հարց է։ Եվ հիմա, երբ որ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է տաճար 12 ոչ թե առաքյալների, այլ 12 թիկնապահների պատի մեջ շրջապատված նրանցով եւ այնտեղ թատերական կամ կրկեսային ծափարություններ են տեղի ունենում եւ այս ամենը ինչ որ սև մեսսա է, հակամեսսա է, որովհետեւ ըստ օրենքի, ըստ եկեղեցական օրենքի դա անօրինական է, ապօրինի է։ Հիմա ես մեծ մասնագետը չեմ, ինչպես մեր վարչապետն է եկեղեցական ծիսակատարությունների, բայց այդքանը հասկանում եմ, որ եթե կարգալույծ է, ուրեմն նա իրավունք չունի, նա չունի այդ հոգևոր հեղինակությունը, իրավունքը։ Պարոն Խզմայլյան, կներեք, բայց այս պատմությունը նաև երկրորդ կողմ ունի, որքան էլ որ դատապարտելի է մարդու անձնական կյանք մտնելը եւ գաղտնի նկարահանելը, հետո դրանք հրապարակելը, հետո դրանք շահարկելը եւ այլն, բայց իրականությունը դա է։ Հիմա եթե մենք դատարանում դա չենք վիճարկում, որովհետեւ նման նկարահանումները դատարանում օրինական ապացույցներ չեն համարում, բայց այնուհանդերձ կա այդ երևույթը, պետք է այդ երևույթին քրիստոնյա ժողովուրդը գնահատական տա, թե չէ ի վերջո ինչ է կատարվում մեր հոգևոր բարձրաստիճան հոգևոր ներկայացուցիչների շրջանում։ Պարոն Կիրակոսյան, այստեղ շատ նուրբ հարց է։ Այն ինչ վերաբերում է բարոյականությանը եւ եկեղեցու ներքին կանոններին, դա եկեղեցու ներքին գործն է։ Դա պետության Քանի դեպքի մասին գիտեք, որ եկեղեցին ասել է այս հոգևորականին հեռացնում ենք, որովհետեւ կուսակրոնության ուխտ է խախտել։ Ես գիտեմ ուրիշ դեպք, ես գիտեմ, որ Հայաստանում կա մի այդպիսի փաստաթուղթ, որը կոչվում է սահմանադրություն։ Եվ այնտեղ 17, 18 եւ 41-րդ հոդվածները հստակ բաժանում են, անջատում են պետությունը եւ եկեղեցին։ Ոստի դա անօրինական է մտնել եկեղեցու ներքին կանոնադրության մեջ։ Եթե դա հանցանք է, օրինակ, մենք լսել ենք, որ շատ բարձր եկեղեցական պաշտոնյաները հովանավորում են կամ օգտվում են ինչ որ մի հանրախանութների ցանցով։ Եվ այդ հանրախանութների ցանցում խոշոր եւ քրեական փաստորեն հանցանքներ էին կապված հարկային կամ հաշվետվության հաշվապահության մասին էր խոսքը։ Այո, դա քրեական նյութ է, որը պետք է քննվի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, ես թույլ կտամ ինձ մի փոքրիկ օրինակ բերել։ Մեր շրջանում հաճախ խոսում է ինչպես պետք է կատարվի լյուստրացիա, պետք է Հայաստանում լյուստրացիա թե չէ։ Դա չի վերաբերում միայն եկեղեցուն, բայց նաև եկեղեցուն։ Դա վերաբերվում է բոլոր պաշտոնյաներին, բոլոր այսպես թե այնպես իշխանությանը ծառայած կամ հատուկ ծառայություններում կամ նախարարություններում բոլոր մարդկանց եւ մեր կուսակցության մոտեցումը այդպեսին էր այո լյուստրացիան խիստ անհրաժեշտ է սակայն մերպես փոքր երկրում որտեղ ազգայնական ընտանեկան ազգային ընտանեկան բարեկամական կապերը գերակայում են լյուստրացիան պետք է արվի շատ զգույշ ինչպես պետք է ոչ թե հրապարակել թերթերում այն ամենը այն կեղտը, այն կեղտոտ սպիտակեղենը, որը բացվում է, բացվելու է ուշ թե շուտ։ Պետք է անել այլ կերպ, պետք է շատ ճիշտ մարդկանց ընտրել մի նեղ խումբ 8-ից 12 հոգի, ինչպիսին օրինակ Սահմանադրական դատարանի անդամները, բայց դա հատուկ լյուստրացիոն կոմիտե պետք է լինի։ Եվ բոլոր այդ գործերը պետք է քննեն միայն նրանք, որից հետո նրանք որոշում են ընդունում ամեն մի պաշտոնյայի մասին եւ մարդը, որը փորձում է պաշտոն գրավել կամ ընտրվել, ինքը պետք է իմանա, որ կա մի մարմին պետական, որը կախված չէ միջազգային վարչապետից, դա սահմանադրությամբ պետք է վերահսկվի ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե գործադիր իշխանության կողմից։ Եվ նա պետք է անցնի այս յուրահատուկ ինկվիզիցիան։ Նա ինքն է որոշում դիմի նա այդ պաշտոնի, դիմի նա ընտրության այդ իրավունքին, թե ոչ, որովհետև եթե նա
գնում է այդ ռիսկին, նա պետք է իմանա, որ այդ ամենը հրապարակվելու է կամ համենայն դեպս ներկայացվելու է նրան։ Սա է լուծումը։ Նույնը պետք է արվի եւ եկեղեցու դեպքում այսօր, որովհետեւ այն, ինչ մենք ստանում ենք որպես արդյունք այս ամեն ինչի, դա պետության թուլացումն է, դա հասարակության պառակտումն է, որը օգուտ է բերում միայն մեր թշնամիներին։ Սա հակապետական մոտեցում է, որը ծառայում է միայն շատ նեղ շատ նեղ շրջանակի, շատ նեղ շահերին։ Դա ծառայում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխող կուսակցության վերընտրության երևակայական նպատակներին։ Իրենք կարծում են, որ դա կօգնի իրենց վերընտրվել։ Անկամ Տեսեք, միջև այսպիսի անգամ գնով։ KGB-ի հետ է կապվում կաթողիկոսի եղբայրը։ Այո, ես վստահ եմ, որ դա ճիշտ է։ Չեմ էլ կասկածում։ Որտեղից Բայց է վստահություն։ որովհետև մենք փաստեր ունենք, որ նա հովանավորում էր եւ օրհնում էր օրինակ Ուկրաինա գնալու ծառայելու գնացող Արբատ ջոկատը։ Մենք հետո տեսել ենք, որ այդ ջոկատը հովանավորվում է Արա Աբրահամյանի կողմից եւ մենք գիտենք ինչ հայտարարություններ էր անում Արա Աբրահամյանը։ Մենք գիտենք, որ ճգնաժամի պահին այդ նույն Արբատ արմյանսկի բատալյոն հապավումով խայտարակ մի կիսաքրեական խմբակը խոստանում էր կամ ուղարկում էր ըստ իրենց խոստումների մարդկանց այստեղ տերրոր սփռելու աշխարհով մեկ եւ դա հասկանալի է որ Ռուսաստանում նման բաներ առանց Ռուսաստանի հատուկ ծառայությունների չեն արվում դա պարզ է թե չէ FSB-ն որը վերահսկում է բոլոր եկեղեցիները եւ համայնքները 2 րոպեում այդ ամենը կկանխեր ոչ մենք դա գիտենք եւ այստեղ ոչ թե բայց սակայն պետք է ասվի պետք է ուրիշ բան ասվի ես 2 օր առաջ բացում եմ համացանցը եւ տեսնում եմ որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը իր նոր ընդունված կուրսանտներին հերթափոխը ուղարկում է 5 տարով վերապատրաստվելու եւ ուսում ստանալու ռուսական FSB-ի դպրոց Կալինինգրադ ուրիշ քաղաքներ այսինքն Հայաստանի կառավարությունը մի կողմից մեղադրում է որ այս մեկը ինչ որ KGB-ի գործակալ է մյուս կողմից իր ազգային անվտանգություն կոչվող կառույցը ուղարկում է հենց նույն KGB-ի դպրոցում սովորելու տղեկ դուք չեք խառնում ալիքները ինչ որ մի բան դուք դեռ եք առնում դուք ում եք էշի տեղ դնում Պարզ է որ ոչ մի պայքար KGB-ի հետ չկա, որովհետև Հայաստանի սահմաններին կանգնած է KGB-ի զորքը, FSB-ի զորքերը, FSB-ն դա KGB-ի նորանունն է։ Եվ իրենք ոչ միտեղ չեն գնացել։ Ինչով են գլուխ գովում, որ Զվարթնոցից հեռացրեցին, որ Մեղրի մի ուղղակալ դուրս եկավ։ Այո, Մեղրի ամբողջ սահմանը այն դա նախկինում ձեռք բերում համարում պարոն Խզմալյան։ Այո, որովհետև դրանից հետո պետք է գնար հաջորդ քայլը, երրորդ, չորրորդը, որոնք չեղան։ Այդ ամենը մնաց զուտ շոու, որովհետև եթե Իրանի այդ սահմանը մինչև հիմա ռուսական փշալարով է փակված եւ այնտեղ ռուսական ես ինքս վերջերս եղել էի Սյունիքում եւ հենց մենք կանգնացրեցինք մեքենան եւ ես դուրս եկա սկսեցի նկարել, ռուսական ուազ մոտեցավ ու ինձ սկսեցին բացատրել, որ ես իրավունք չունեմ իմ երկրում ինչ որ մի բան նկարել կամ այստեղ կանգնել։ Ռուսական ուղեկալը ռուսերեն լեզվով սա ինչ է նշանակում ապագաղութացում է այսպես գնում ինչ որ մի բան փոխվեց ռուսական են մնում երկաթուղին հանքերը ռուսական են մնում էլեկտրական բաշխիչ ցանցերը որովհետև Կարապետյան Ռուսաստանից էր ուղարկված ռուսական է մնում Գազպրոմը խողովակը բանկերը կուսակցությունները եթերը անգամ մամուլի Ես ճիշտ հասկացա դուք ուզում եք որ օրինակ հոգևորականների այսպես ասած KGB-ի գործակալ լինելու մասին տեղեկությունները այսպես հրապարակավ քննարկվեն, քննադատվեն, իրավապահները գործողություններ սկսեն, բայց բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնության ուխտի խախտման մասին տեղեկությունները շրջանցեն, փակ դռներու հետևում քննարկեն։ Եկեք չխառնենք երկու տարբեր բաներ։ Եթե որևէ մարդ, լինի նա հոգևորական կամ առավել եւս պետական աշխատող, ինչ որ ծառայության մաս, եթե նա գործակալ է այլ երկրի
հատուկ ծառայությունների, դա քրեական հակասահմանադրական հանցանք է։ Եթե այդ մարդը հոգևորական է ենթադրեք կամ պաշտոնյա է եւ ապրում է իր անձնական կյանքով, օրինակ համասեռամոլ է։ Գիտեք, մենք շատ բարձր պաշտոնյաներ ունենք մեր երկրում, որոնք համասեռամոլ են։ Ես հիմա չգիտեմ, մենք այդ չափանիշով ենք հիմա առաջնորդվելու։ Դա իրենց անձնական գործն է, ում հետ են նրանք քնում եւ մեզ Չէ, պետք բայց է հետաքրիր ուրիշ կներեք, բան, ինչ։ այստեղ մի քիչ մանիպուլյացիա չի արվում Հա, արդյոք, ես եմ անում մանիպուլյացիա։ որովհետև պետական պաշտոնյայի աշխատանքային անձնագրում չկա գրված, որ նա պետք է ինչ-որ կոնկրետ սեռական կողմնորոշում ունենա, Այո, սիրույթ չկա։ չունենա, Այո, չկա։ ապօրինիքին չունենա, դա ավելի Հմ, շատ բարոյական տիրույթում է, բայց հայ այո, առաքելական եկեղեցու այդ կանոնագրքերում դա ամրագրված է, որ կաթողիկոսը եւ մյուս բարձրաստիճան հոգեվորականները չպետք է ամուսնացյալ լինեն։ պարոն Կիրակոսյան, որտեղ է դա գրված։ Չկա Հայ դա ոչ առաքել, մի տեղ։ չէ, մի րոպե, դա հայ առաքելական եկեղեցու կանոնական գրքերում է, չէ, կանադրական գրքերում։ Այո։ Կանադրական գրքերը հայ առաքելական եկեղեցու, դա հայ առաքելական եկեղեցու ներքին գործն է։ Եվ Բայց կրկնում եմ, եկեղեցին ով է, մի րոպե, մի եկեղեցի րոպե, ժողովուրդը չէ։ մի րոպե, ըստ սահմանադրության գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ այն ինչ առնում են իրենք ներսում, դա նրանց գործն է։ Ահա ինչու հայ ժողովուրդը Գարեգին երկրորդի պատկերը ոչ ոք ոչ մի տանը դուք չեք տեսնի։ Վազգեն կաթողիկոսի պատկերն է մինչև հիմա, որովհետև ժողովուրդը բնազդով զգաց, որ Վազգենից հետո ինչ որ ուրիշ բաներ սկսվեցին։ Այսինքն գնահատականը, բարոյական գնահատականը, քաղաքական գնահատականը ժողովուրդն է տալիս, բայց քրեական կամ սահմանադրական գնահատականը տրվում է հանցանքի համար, իսկ նրանց ներքին կանոնադրությունը ինձ անձամբ չի հետաքրքրում։ Ահա ինչու ես անձամբ գերադասում եմ եկեղեցիներ գնալ այնտեղ, որտեղ այդ եկեղեցիները անտառներում լքված են։ Ես այնտեղ եմ զգում ինձ հավատացյալ։ Իսկ այդ ծեսերը ինձ ճիշտ ասած վաղուց եւ բոլորովին վարչապետի այդ բացահայտումներից հետո չէ որ վանում են։ Դա իմ գործն է, իմ ներքին գործն է եւ նրանց ներքին գործն է եւ ամենակարևորը կներեք վարչապետը պետք է զբաղվի տնտեսության, սոցիալական հարցերով, բազմաթիվ այն խնդիրներով, բանակ, անվտանգություն, գնաճ, դիվանագիտություն, այդ ամենը, որտեղ իմիջիայլոց այդ բոլոր ոլորտներում վխտում են KGB-ի գործակալները, դա ակնհայտ է։ Թողած այդ ամենը նա մտնում է այն միակ ոլորտը, որը ըստ սահմանադրության պետության Բայց նա ասում է, ես գործը որպես չէ։ վարչապետ չեմ մտել այդ ոլորտ, որպես քրիստոնյա եմ մտել, ամեն օր ինչ է արտասանում, աղոթքներ արտասանող, հա, այդ մեջ Սա բերում կեղծավորություն է եւ սաղմոսներ, հա, հիշեցի, սաղմոսներ արտասանող քրիստոնյա է ինքը ներկայանում այս գործի մեջ։ մենք ընտրել ենք ոչ թե սաղմոսներ, մենք չէ, ես անձամբ չեմ ընտրել նրան երբեք, բայց ժողովրդի այն կես միլիոնը, որ նրան ընտրել է, թե ինչքան է ընտրել է ոչ թե սաղմոս կարդացող հավատացյալին, այլ ընտրել է մարդու, որին շատ հստակ առաջադրանք էր տրվել։ Ինչպես է նա կատարել այդ առաջադրանքը։ Քաղաքական, ռազմական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, դատաիրավական, այդ դա ցույց կտան ընտրությունները, այդ դա պետք է ապացուցի վարչապետը։ Իր էֆեկտիվությունը, արդյունավետությունը դա է, այլ ոչ թե մտնել առաքելական եկեղեցու գործերի մեջ։ Դա նրա կամ ձեր կամ իմ գործը չէ։ Ես պատահական չէ, որ բերել եմ կաթոլիկ եկեղեցու օրինակը, որտեղ շատ ավելի խայտառակ Հավատացյալը պետք է բացահայտումներ կան։ աչք փակի դրա վրա, հավատացյալի գործը չէ, ճիշտ հասկացա։ Հավատացյալի գործն է, բայց կրկնում եմ, հավատացյալի գործը դա նրա անձնական գործն է։ Հավատացյալ եմ ես թե ոչ կամ դուք թե ոչ։ Գիտեք, անհարմար է հարցնել։ Ես իրավունք չունեմ, բարոյական իրավունք չունեմ, դա մովետոն է հարցնեմ, պարոն Կիրակոսյան, դուք Աստծուն հավատում եք կամ ցույց տվեք ձեր հիմա վզին խաչ կա թե չէ, դա ձեր անձնական գործն է։ Հավատացյալ եք դուք, աթեիստ եք, բուդդիստ եք, կրկնում եմ, դա ձեր անձնական գործն է։ Դա չի առնչվում ձեր պրոֆեսիոնալ գործունեության, ձեր կամ իմ աշխատանքի, իմ գործը չէ մի խոսքով։ Միթե դա այդքան բարդ է։ Միթե պարզ չի, որ մարդկանց պարզապես
շեղում են, որովհետև բոլոր իմ թվարկած ոլորտներում իշխանությունները տապալվել են անվտանգային հարցերում, դիվանագիտական, ռազմական։ Մենք ձեզ հետ փոխանակ խոսենք այն իրականում կարևորագույն հարցերի մասին, որ խոյանում են մեր երկրի առաջ։ Այն բաների մասին, ինչ դեռևս կարելի է փոխել։ Մենք խոսում ենք այն օրակարգից, որը մեզ արհեստականորեն գցել են, որ ինչպես ոսկոր են նետում շներին, դե գնացեք զբաղվեք։ Մեզ շեղում են եւ մենք հորթի պես գնում ենք այնտեղ, որտեղ մեզ գյադեք վազեք ստեղ, վազեք այդտեղ։ Ես հրաժարվում եմ դրանով զբաղվել, որովհետև ես տեսնում եմ, որ սա հենց այն է, ինչ դուք ասեցիք, մանիպուլյացիա։ Սա ոչ մի իրական կապ չունի իրական կյանքի հետ, ոչ թե իրական Հայաստանի, այլ ժողովրդի իսկական կյանքի հետ, մեր իրական խնդիրների հետ։ Մենք կանգնած ենք զանգվածային արտահերթի շեմին, եւ միակ բանը, որը կարող է դա կանխել, դա եվրոինտեգրման գործընթացն է։ Իսկ մենք փոխանակ դա քննարկենք, թե ինչու արդեն այսօր ուղիղ 7 ամիս է, ինչ ընդունվել է եւ չի գործում եվրոինտեգրման մասին օրենքը։ Ես այսօր խոսում եմ եվրոպացիների հետ, եվրոպական падգամավորների, Եվրոխորհրդարանի падգամավորների հետ, որ այսօր 7-րդ ամիսն է, ինչ մեր պատրաստված օրենքը ընդունվել է եւ ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվել։ Մի ցուցանակ է փակցվել արտգործնախարարությունում։ Եվ դա է իրական խնդիրը։ Դրանից է կախված ձեր, իմ կյանքը, մեր երեխաների, մեր երկրի ապագան, այլ ոչ թե նրանից, թե ինչ անուն կունենա առաքելական եկեղեցու կաթողիկոսը կամ սրբազանը։ Ես չեմ ցանկանում խաղալ այդ կեղտոտ խաղը։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։